Իշխանության վարկագծի մեջ որևէ դրական փոփոխություն չենք տեսնում։ Ակնհայտ է, որ առաջիկա տեսանելի ապագայում Հայաստանն էլ է մերժում այդ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Կա մեկը, որին դիմես, ասես, եկեք այս Ադրբեջանին պարտադրեք, որ սահմանազատում անի, ասեն, գեր ջան, դուք գնացել եք երկուսով թուղթ եք ստորագրել։ Այսօր միջազգային չկա մի կառույց, մի վեկտոր, որը Ադրբեջանի հետ կլարի իր հարաբերությունները հանուն Հայաստանի։ Լայնածավալ պատերազմի վտանգ չկա, բայց այդտեղ Հայաստանի ջանքերը շատ թույլ են։ Կարմիր գիծ չկա, այսինքն, հա։ Դե էլ ո՞րն է կարմիր գիծը, այսինքն Արցախը կարմիր գիծեր չկա։ Մարդիկ մի խնդիր ունեն, փորձել հիմնավորել, որ Արցախի կորուստը այդ իրանց հետ կապ չունի, այսինքն Արցախ ինքը վատ բան է։ Այո, իշխանությունը ամեն ինչ անում է, որ արցախցիները արտագաղթեն։ Հիմա 150,000-ի մեջ եթե եղել են 150 հոգի, այդ 150 հոգու ձեռը կրակը չի ինգ այդ 150,000-ը, բա գնացեք այդ 150 հոգուն դատեք, նստացրեք։ Տեսականորեն, եթե Արցախի իշխանությունները հիմա գնան մի այլ երկիր, այդ ի՞նչ է նշանակում, որ Ադրբեջանը պետք է հարձակվի այդ երկրի վրա, հա, այս տրամաբանությամբ։ Հայաստանի իշխանությունները դարձել են Ալիևի մամուլի խոսնակը հայերեն լեզվով։ Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։ Միաժամանակ Հայաստանի իշխանություններն ուզում են վերջնականապես փակել Արցախի էջը։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր կփորձենք պարզել, թե ինչ կապ կա այս երկու process-ի միջև։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյան, բարի գալուստ կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, պարոն Առաքելյան։ Սկսենք այդ դատավարության այս փուլից կարճ եթե անդրադառնանք, այսպես կոչված դատավարության, այդ ֆարսի։ Այս փուլը կոնկրետ ինչպես կգնահատեք, հա, եւ մի հարց կա, որին փորձենք թերևս նուրբ կարող է անդրադառնալ, բայց անդրադառնանք, հա։ Հարցեր կա հասարակության մեջ, տեսեք, ասում են Ռուբեն Վարդանյանի ակտիվությունը բանտից, հա, ու մյուսների ոչ այդքան ակտիվությունը, ինչով է պայմանավորված, եւ ադրբեջանցիները հարցնում են, ինչպես է որ թույլ են տալիս, կարող է այդտեղ մի բան կա, որ իրենք անում են ու լավ չի դա մեր համար, նույն Վարդանյանի համար, որ բան են տեսնում դրա տակ, եթե ունեք դրա պատասխանը, խնդրեմ։ Իհարկե ցավալի է, որ այդ պարզ տրամաբանությունը, որին բազմիցս անդրադարձ է եղել, անընդհատ փորձում են ինչ-որ դավադրություն գտնել, չհասկանալով, որ ցանկացած հայի համար երևի աշխարհի ամենավատ կետը դա Բաքուն է, հետեւաբար ուղղակի զարմանալի է, որ ինչ-որ հնարավոր դավադրություն են գտնել, որ կարող է ինչ-որ մեկը ավելի լավ վիճակում է, կամ ինչ-որ պայմանները լավն են, վատն են։ Ինչ-որ բերում պարոն Վարդանյանին բազմիցս առիթ եղել է ասել, որ այդ ուղերձները, որ փոխանցում է, դա սովորական, պարբերական հեռախոսազանգերի միջոցով է իրականացվում, որը մնացած բոլոր մեր գերիները էլի որոշակի պարբերականությամբ ունենում են եւ վերջերս էլ Դավիթ Բաբայանը նաեւ այդ անունը չդնենք ուղերձ, որովհետեւ դրանք եթե ավելի մի քիչ պարզ լեզվով ասենք, ինչպես են տեղերում։ Տեղերում հեռախոսազանգի ժամանակ տեղերում ձայնագրություն։ Հիմա այդ որ ձեզ զանգում են ու հիմա կողքից ես այդ զանգը ձայնագրեմ, դա փոխանցվում է մի մասը հանրությանը, որը ընտանիքները նպատակահարմար են գտնում։ Ռուբեն Վարդանի որոշակի խոսքեր փոխանցվում է գրավոր տեսքով, այսինքն ուղղակի ընտանիքի հետ խոսում է, ընտանիքը դա բերում է, հա, գրավոր տեսքի եւ փոխանցում է։ Մեկ-երկու դեպք է եղել է, որ ուղղակի այդ ձայնագրությունն է հրապարակվել, նույնը ոնց եղավ պարոն Բաբայանի մասով։ Հիմա շատ նուրբ եւ ընդհանրապես կոռեկտ չեմ համարում գնահատական տամ, թե մնացած մեր հայրենակիցները իրենց ընտանիքի հետ ինչ խոսակցություններ են ունենում եւ այդ խոսակցությունները ինչու չեն դառնում հանրության սեփականություն, որովհետեւ իհարկե այդ մարդիկ, այսպես ասած, մեր բոլորինն են եւ բոլորիս ցավն է այդ մարդկանց այնտեղ գտնվելը, բայց չպետք է մոռանանք, որ մարդիկ ունեն նաև ընտանիքներ, որոնց համար սա անձնական ընտանեկան ողբերգություն է առաջին հերթին, անկախ այդ մարդկանց կարգավիճակից ու յուրաքանչյուր ընտանիք ինքն է որոշում ինչ ձևով դրսևորել այդ մարդկանց հանրային շփումը կամ այդ մարդկանց վերադարձի նկատմամբ ինչպիսի զգացողություն ունի կամ չգիտեմ այդ ձայնագրություն, այդ խոսակցությունների ժամանակ ինչպիսի ապրումներ եմ ունում, հետաբար շատ նուրբ հարց է եւ յուրաքանչյուր ընտանիք ինչպես որ որոշում է կայացնում փոխանցել խոսքը հանրությանը կամ ընդհանրապես ունենալ որոշակի հանրային ակտիվություն ընտանիքների մասին է խոսքը, յուրաքանչյուրի որոշումն է եւ մենք պարտավոր ենք այդ որոշումները հարգել։
Այս փակեգլով այս թեման ես ճիշտ հասկացա դες որ բոլորն էլ ըստ էության կապ ունեն իրենց ընտանիքների հետ, ուղղակի ով ուզում է հանրայնացնում է, այսպես ենք, հա, պարզ ասենք մարդիկ հասկանան, ով չի ուզում, չի հանրայնացնում, ճիշտ եմ հասկանում։ Իմ ունեցած տեղեկություններով ամսվա մեջ մի քանի անգամ տեղի են ունենում հեռախոսազանգեր, իհարկե շատ հաճախ բնական է Ադրբեջանը սահմանափակում է, կարող է այդ հարկապայմանավորվածությունները այդ պարբերականությամբ խախտվի, բայց որոշակի պարբերականությամբ հեռախոսազանգեր բոլորն ունենում են եւ ըստ նպատակահարմարության ընտանիքները ունենում են որոշակի հանրային ակտիվություն։ Ձեր խոսքում նշեցիք մի բառ, որ սա ցավ է բոլորիս համար այն մարդկանց այնտեղ գտնվել է։ Պետք է տամ այդ ավանդական հարցը, որ պարբերական մենք մի քանի ամիսը մեկ հանդիպում ենք, ուզում հասկանալ փոփոխություն նկատել եք ցավ է արդյոք նաև իշխանության համար Հայաստանի։ Դե ոչ բառի ոչ հենց հուզական իմաստով, այլ լավ պրագմատիկ գործնական իմաստով նկատի ունեմ։ Ցավոք, ինչպես նշում եք, հա, մեր պարբերական քննարկումների ժամանակ այս հարցի ուղղությամբ իշխանության վարքագծի մեջ որևէ դրական փոփոխություն չենք տեսնում։ Իհարկե, ստանդարտ տեքստերը, որ զբաղվում են գերիների հարցով, բայց տեսնում ենք, որ որևէ առաջընթաց չկա։ Իհարկե, մյուս կողմից վերջին շաբաթներում կտրուկ վատ տարածել է արդեն նաև հրապարակային հայ-ադրբեջանական հարաբերությունները, Ադրբեջանը կարելի ասել արդեն իլուր աշխարհի հայտարարում է, որ մոռացեք այդ խաղաղության պայմանագրի մասին, դա չի լինելու, որովհետև այդեն հստակ այդ սահմանադրության նախապայմանը դնում ենք ու մի պարզ տրամաբանական շղթա դնենք, հա, Ադրբեջանը զուտ փաստերը վերլուծենք, Ադրբեջանն ասում է պետք է սահմանադրությունը փոխվի, Հայաստանը ասում է սահմանադրությունը առնվազն մինչև 26 թվական չի փոխվելու։ Հիմա այդ երկու փաստերը համադրում ենք, առանց բովանդակության մեջ խորանալու։ Ակնհայտ է, որ առաջիկա տեսանելի ապագայում Հայաստանն էլ է մերժում այդ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ելեմ ասում, զուտ փաստերն ենք արձանագրում, ով է ճիշտ, ինչ բովանդակություն է։ Այսինքն ակնհայտ է, որ առաջիկա այդ խաղաղության պայմանագրի ստորագրումը երկու կողմերը ընդունում են, որ տեղի չի ունենալու, եւ դրան եթե կողքին տեսնում ենք նաեւ այս վերջի շաբաթներին ռազմական այդ անդադ այդ միջադեպերը սահմանի գրեթե ամբողջ երկայնքը, որ սկզբնական փուլում Հայաստանի իշխանությունները հերքում էին նպատակ ունենալով ցույց տալ այդ խաղաղության շղարշը, բայց արդեն երբ որ սկսեն բնակելի տարածքներին, հա, վնասներ հասցնել, այդքան հնարավոր չէ շաբաթներով հերքել ադրբեջանական ագրեսիան, նաեւ Ադրբեջանը նաեւ սահմանի վրա է ցույց տալիս իր ագրեսիան, որ թքած ունի խաղաղություն նաեւ գետնի վրա չի լինելու, բացի այն որ խաղաղության փաստաթուղթ չի լինելու, այլ նաեւ Ադրբեջանը ցույց որ խաղաղությունը նաեւ գետնի վրա չի լինում։ Հետևաբար այս տեսանկյունից, այո, այս լարվածության ֆոնին իհարկե շատ վատ է, բնական է, շատ ավելի դժվար է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորել, բայց սա կարող է մի այլ պատուհան բացի Հայաստանի համար, որ սրանով նաև Հայաստանը փորձի արդեն միջազգային հանրության հետ ավելի ակտիվ աշխատել, որ ցույց տա, տեսեք, Ադրբեջանը սահմանին կրակոցներ ունի, սահմանազատման process-ը 1 տարի է, այսպես ասած, տեղից չի շարժվում, որը բազմիցս անդրադարձել էինք գերիների առկայություն, այսինքն հայ-ադրբեջանական հարցերի կարգավորումը գոնե այս վերջի շրջանում Ադրբեջանի վարքագծով տանում է նրան, որ ստեղ միջնորդների կարիք ունենք մենք։ Միջազգայնացման ավելի որ չի անում հայերը։ Սահմանազատումը Հայաստանը իր հերթական խայտարակ դիվանագիտական վարքագծով ստորագրեց երկկողմանի առանց միջնորդների։ Ադրբեջանը Տավուշի գյուղերը ստացավ, հիմա էլ ասում է բզբզում ենք, կզբաղվենք։ Չկա մեկը, որին դիմես, ասես, եկեք այս Ադրբեջանին պարտադրեք, որ սահմանազատում անի, ասեն, գեր ջան, դուք գնացել եք երկուսով թուղթ եք ստորագրել։ Գայք մի հատ մեր հովանու ներքո ստորագրեիք, Երրակոմ ստորագրեիք, Քարրակոմ կամ մի հատ միջազգային ՄԱԿ-ի ԵԱԿ-ի տիրույթում անեիք, այսօրը մենք կանենք հիմա ում գնաս, ասես, Ադրբեջանը սահմանազատման process-ը չի շարունակում կամ մնացած այլ հարցեր։ Հետևաբար գոնե այս process-ները, որ անընդհատ sense կախված մնում է, սա բառը այդ ձև չասենք լավ այդ իմաստով չէ, բայց լավ հնարավորություն է, որ գոնե միջազգային հանրության ուղղությամբ այս աշխատանքները ակտիվացվեն, նույն գերիների հարցով, նույն սահմանազատման հարցով, նույն նաև խաղաղության պայմանագրի հարցով։ Մենք այս պահին արդեն Ադրբեջանի վարքագիծը տալիս է մեզ նաև լեգիտիմ իրավունք միջազգային աջակցության ուղղությամբ աշխատել հայ-ադրբեջանական այս խնդիրների կարգավորումը։ Ինչու չեն անում։ Տրամաբանական հարց։ Ինչ են, այսինքն եթե ինչու չեն անում, շարունակական հարց։
ուրեմն իրենք են շահագրգռված, որ սահմանադրություն փոխելով օրինակ փակվի Արցախի։ Սահմանադրության փոփոխելը բոլորս գիտենք, թիվ 1 խնդիրը Արցախի էջը փակելն է։ Տեսեք, ինչ կապ կա սրա ու Բաքվի։ Վաղուց ես էլ չեմ փորձում Հայաստանի իշխանության գործողություններում տրամաբանություն գտնել, որտեղ անհնար է։ Հիմա եթե մենք նստենք հասկանանք, թե Հայաստանի իշխանությունը ինչ է մտածում, բարդ, այտենց գիտական լուրջ վերլուծության կարիք ունի Հայաստանի իշխանությունների վարկագիծը վերլուծել, չգիտեմ ինչ հետազոտություններ պետք է անել։ Անհնար է։ Հիմա որը նստել հասկանալ, այս մարդիկ ինչ են անում։ Նաև ասում ենք ինչի չեն գնում միջազգային հանրությունը։ ԱԿՆ-ը գոնե փաստը, որ միջազգային հարթակում բոլոր գործընկերների հետ հարաբերությունները փչացրել է։ Ռուսաստանի մասին չխոսենք, դա տարիներ վերջի տարիներին ԱԿՆ-ը այդ է։ Եվրամիության հետ ինչ որ գնում էին դեպի Եվրոպա, որոշակի ակտիվություն եղավ, Հայաստանը դարձավ գործիք Արևմուտք Ռուսաստան հակամարտության մեջ, այդտեղ որոշակի տենց ակտիվություն ցուցաբերվեց։ Եվրամիության այդ անհասկանալի գնալու այդ օրենք ընդունեցին Եվրամիության կողմից, իսկ մի հատ ստատուս չգրեցին, որ ողջունում ենք ձեր այդ օրենքի ընդունումը։ Այսինքն Եվրամիությունն էլ է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը լրիվ փոխել։ Այսինքն այլևս Հայաստանը հետաքրքիր չէ։ Դեռ ավելին Եվրամիությունը խորացնում է հարաբերությունները բռնապետական Ադրբեջանի հետ տնտեսական տարբեր ծրագրերով։ Միացյալ Նահանգների նոր իշխանությունը ընդհանրապես Հայաստանի իշխանության հետ որևիցե էական շփում, որևիցե աշխատանք չկա, թե նայում ենք։ Չինաստանի հետ նույն իրավիճակը, Իրանի հետ տեսնում ենք Իրանի նախագահի այցը, Ադրբեջան իհարկե Իրան-Ադրբեջան հարաբերություններում միշտ խնդիրներ կան ու տեսանելի ապագայում կլինեն, բայց էլի մեր հույսը այն էր, որ Իրանը Ադրբեջանի հետ շտամականը մեզ չէ, մարդիկ փորձում են իրենց հարաբերությունները կարգավորել։ Այսօր գնում է ինչքան էլ կան աշխարհում խնդիրներ, խնդիրների կարգավորման փուլ է աշխարհում արդեն։ Բոլորը փորձում են խնդիրները կարգավորել։ Ու մենք այդ process-ից դուրս ենք մնում։ Դրա համար հիմա որ ամփոփենք, այսօր միջազգային չկա մի կառույց, մի վեկտոր, որը Ադրբեջանի հետ կլարի իր հարաբերությունները հանուն Հայաստանի։ Չկա, այսինքն որ նայում ենք բոլոր գերտերությունները առանձին վերցրած, ինչ որ իրար հետ վերցրած, չեն պատրաստվում այս հայ-ադրբեջանական չկարգավորված հարցերում հանդես գալ հայանպաստ դիրքորոշմամբ։ Այսօր ինչա պետք։ Մեծ հաշվով այսօր գերտերություններին մի բան է պետք։ Մեծ ռազմական կոնֆլիկտ չլինի, այսինքն լայնածավալ պատերազմ չլինի։ Այսօր աշխարհի այն իրավիճակը, որ ստեղծվել է հայ-ադրբեջանական, հիմա այս սահմանազատումը, այս մի մետր է այս կողմ, 100 մետր է այն կողմ, ինչ որ թեթև կրակոցները աշխարհում տեղի ունեցող իրադարձություններում ոչ մի բան են։ Հետևաբար աշխարհը ունի ստատուս քվո, որ լայնածավալ պատերազմ գոնե առաջիկայում հայ-ադրբեջանական տիրույթում չլինի, մնացած խնդիրների կարգավորումով չի զբաղվում։ Ասում եմ, ես եմ որ ասած պահում եմ, որ կռիվ չլինի մեծ, մնացած հիմա կարող ենք, բայց դե առնվազն տեսնում ենք, որ հա։ Իրենք են զսպում, այսինքն Բաքուն, ոչ թե Բաքուն է զսպվում, հա։ Չէ, որտեվ այն որ Ադրբեջանը շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը, մեծ ախորժակ ունի նաև Սյունիքի մասով, չի է հերքում, բայց այսօր ապահի է սպասում ճիշտ եմ հասկանում։ Տեսնում ենք, հա, որ այն իրավիճակը, որ կա աշխարհում, գոնե իրավիճակը բարենպաստ է մեր համար այնքանով, որ լայնածավալ պատերազմի վտանգ չկա, բայց այդտեղ Հայաստանի ջանքերը շատ թույլ են եւ այս իրավիճակից օգտվելով Հայաստանը պետք է փորձի մնացած խնդիրներն կարգավորի, բայց Հայաստանի իշխանությունը մի նպատակ ունի՝ պահել իր իշխանությունը։ Այսինքն այդ լայնածավալ պատերազմի հետ, որ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, այդ միջավայրն է պահում նրան գոնե իշխանության։ Այսինքն Հայաստանի իշխանությունը ինչ ասում, որ ամեն գնով պատերազմ չլինի, Արցախը տանք, այս տանք, այդ կեղծ սահմանազատումը։ Ամեն գնով, բացառապես ամեն գնով, պարոն Արաքելյան, իշխանություն պահել եւ դե դա ենք, միջև ամեն գնով, այդ նկատում կարմիր գիծ չկա, այսինքն, հա։ Դե էլ որն է կարմիր գիծը, այսինքն Արցախը կարմիր գիծեր չկա, սահմանային Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա վերցրած տարածքները կարմիր գիծեր, որ պետք է դուրս գար, չկա։ Այսինքն սահմանադրությունը հիմա էլի քննարկում են, որ հա դե այդ հռչակագիր, այսինքն ամեն ինչ այդ կարմիր գիծ չունեն, այս մարդիկ մի կարմիր գիծ ունեն իրենց իշխանությունն է։ Այսինքն մենակ այդ դրա վրայով չեն անցնում, որովհետև այն ինչ որ տեղի ունեցավ Արցախում, դրանից հետո այս մարդկանց մոտ ես չեմ տեսնի մի վարկագիծ, որ իրենք կարող են ինչ-որ մի բան չանեն, բայց թողեն կորցնեն իշխանությունը հանուն պետականության։ Ալիևը, տեսեք, շատ վերլուծաբաններ քաղաքական գործիչներ տաղավարվել են ասել, Ալիևը
չի բավարարվել, այսպես ասած, Արցախի ֆիզիկական օկուպացիայով, հասկանում է մեջը վայրը, որ այդպես չի լինի, միջազգային իրավունք կա վերջո եւ այլն, եւ Հայաստանին ստիպում է, ասում են, սահմանությունը փոխել, որպեսզի թղթով, հենց Հայաստանի ժողովրդի ձեռամբ ամրագրի Արցախի լեգիտիմ կորուստը վերջնական, կամ իրենով անելը։ Հասկացանք Ալիևի տրամաբանությունը իր շահերի ձեռնով։ Պաշտոնական Երևանի, չեմ ասում մտնեք տրամաբանության մեջ, ինչու է պաշտոնական Երևան ուզում փակել Արցախի, ընդդուպ այնքան փակել, որ Երևանում անգամ Հայաստանում արցախցիների իրավունքներ են նսեմացում, իրենք վախենում են Արցախ բառից, եւ Արցախի վտարանդի կառավարությունը, օրինակ աշխարհում ընդունված է, տարբեր երկրների, օտար երկրներ, օրինակ, չեմ, Լեհաստանի վտարանդի կառավարությունը հանգրվանել էր տարիներ շարունակ ինչ որ մի այլ երկրում, օրինակ են բերում, պատմական օրինակներ կան։ Ինչու է խանգարում Արցախի այստեղ ձևավորած իշխանություն, համայնք Արցախահայության, ինչն է խնդիրը։ Ընդհանրապես ցավալի է, որ մենք նման հարց ենք։ Սկսենք խայտարակություն է, որ Հայաստանում կարելի է նման հարց քննարկել, որ հայի մասին, էլի։ Այս ոսում ամենավատ երազում չէր կարելի պատկերացնել, որ Հայաստանի որևէ իշխանություն կունենա նման վերաբերմունք, այս մարդկանց ատելություն ու ագրեսիան արցախցիների նկատմամբ ուղղակի աննկարագրելի է։ Եվ ցանկացած միջավայրում, տեսնում ենք նույն Արցախ բառը, նույնս, այսինքն այս մարդիկ մի խնդիր ունեն, փորձել հիմնավորել, որ Արցախի կորուստը այդ իրանց հետ կապ չունի, այսինքն Արցախ ինքը վատ բան էր։ Դες անդադ ասում են, չէ, Արցախը սպառնում էր մեր ինքնիշխան, այսինքն իրանք փորձում են, ցույց տալ, որ այդ Արցախի կորուստը ինքը լավն էր, լավ իրադարձություն էր իրենց պատկերացում։ Հետևաբար այո, եւ արցախցիների նկատմամբ այսօրվա այս սոցիալական ծայրահեղ վիճակում արդեն 1.5 տարի է փոխանակ օր առաջ այս մարդկանց կացարանի հարցը լուծեն, ուղղակի չգիտեմ ինչ անուն տալ այս մարդկանց, այս վարքագծին, այդ կառավարության այս որոշումներին, որ այնպեսի խայտարակ որոշումներ են, այս մարդիկ իրենց հայրենիքում չեն կարողանում ապրել։ Այո, իշխանությունը ամեն ինչ անում է, որ արցախցիները արտագաղթեն, որովհետեւ Հայաստանում գտնվող արցախցիները ցանկալի չեն մեղմ ասած իշխանություններ, էլ չենք խոսում Արցախի իշխանությունների ստեղ գտնվելը կա Արցախի ներկայացություն, որը համարժեք է ցանկացած երկրի դեսպանատանը։ Ուզում են շենքը վերցնել։ Այսինքն այդ ներկայացության գոյությունը նույնիսկ չի էլ դա վտարանդի կառավարության մասին էլ չէ, այդ ներկայացությունը միշտ եղել է, ինչպես կա ցանկացած երկրի դեսպանատուն։ Ու ոնց որ ցանկացած երկրի դեսպանատանը իրավունք ունեն այդ երկրի ցանկացած պաշտոնյաներ գան եւ ցանկացած գործունեություն ծավալեն, որտեղ փաստացի այդ իրենց երկրի տարածքն է համարվում դեսպանատանը, տարածքը։ Նույնը Արցախի իշխանություններն են։ Արցախի իշխանությունները ընտրվել են ու իրենց գործունեությամբ որևիցե խնդիր չեն ստեղծում Հայաստանի արտաքին քաղաքականության նկատմամբ։ Նպատակը, լավ նպատակ։ Այդ ասում ուզում են Արցախցիներն արտագաղթել եւ նպատակը ո՞րն է։ Ինչով են խանգարում, այդ եմ ուզում հասկանալ։ Ինչով են խանգարում։ Ես ասում, նպատակը նա է, որ Արցախի նկատմամբ Հայաստանի իշխանությունները բոլոր առումներով գեներացնում են բացասական դաշտ։ Նպատակը Արցախի կորուստը, այսպես ասած, լեգիտիմացնելն է նաեւ հասարակության մոտ։ Այսինքն որ հասարակությունը ասի, դե ճիշտ էր, էլի Արցախը խնդրեմ էր, արցախցիները խնդրեմ էր։ Էլի խնդրեմ են, նա չէ, այս ներկայացվել են խնդրեմ։ Անդադ ինչ հիմա էլ գեներացնում են արցախցիները, տեսեք, հելել են իրենց սոցիալական խնդիրներից են խոսում, տուն են ուզում, բայ այդ թալանչիները։ Այո, Արցախում եղել են մարդիկ, ովքեր իրականացրել են չարաշահում, ովքեր մեծ կապիտալ են կուտակել ոչ միայն Արցախում, Հայաստանում։ Այդ խնդիրը վերջին տարիներին չի։ Անկեղծ պետք է լինենք։ Այն որ արցախցիների նկատմամբ կար որոշակի բացասական ընկալում մի քանի հոգու, մի քանի տասնյակ հոգու պատճառով այդ մեր իրականությունն է եղել 20 տարուց ավել է այդ իրականությունը մեզ ուղեկցել է, մեր անբաժան մասն է եղել, որ 1, 2, 3, 4, 10, 20 հոգի այնպիսի լեկտիվ վարքագիծ են դրսևորել Հայաստանում լինելով արցախցի ու ցավոք իրենց վարքագիծը 150,000-ի վրա է պրոյեկտվում, այդպես։ Այո, տարածվել է մնացածի վրա, որովհետև իրենց վարքագիծը եղել է բավականին սուր, բավականին ակնառու ու բոլորի համար տեսանելի։ Բայց նույն տրամաբանության մեջ այն արցախցիները, որոնք ունեցել են նման լեկտիվ վարքագիծ, ցավոք նախկին իշխանությունների շրջանակներում ելի են մարդիկ եղել լեկտիվ վարքագծով, որոնք արցախցի չեն։ Երևանցի են, սյունեցի են, տարբեր մարզերում ծնված մարդիկ են։ Բայց ցավոք, այո, հասարակության մոտ մի քիչ որ հետ գնանք եղել այդ Ղարաբաղյան կլան հասկացությունը։ Լավ ներարկել են։ Այո, որը եղել է, որը ունեցել է օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ ու
այդ խնդիրը, որը տասնամյակներով կուտակվել է, այսօր այդ խնդրի շուրջ, հա, այն որ կա որոշակի հնից մնացած։ Հիմա իշխանությունը սկսում են այո պրոյեկտել մնացածի վրա։ Բա գնացեք, այն ձեր թալանչիներեք, դուք գնացեք այդ արցախցիները, ովքեր Երևանում, Հայաստանում ունեն գույքեր, կատարել են հանցագործություններ, Արցախի նախագահն է ասաց, որ այդ ամբողջ ինֆորմացիան տրամ, բա գնացեք դատեք, այդ հատիկի մեջ գնացեք արցախցիներից է այդ, ովքեր որ չարաշահում են արել։ Հիմա 150,000-ի մեջ եթե եղել են 150 հոգի, այդ 150 հոգու ձեռը կրակը չի ինգ այդ 150,000-ը, բա գնացեք այդ 150 հոգուն դատեք, նստացրեք, գույքն է բռնագանձեք, բայց դրանից այս 150,000 հոգին չի տուժել։ Ես ինքս աշխատել եմ Արցախում, ապրել եմ Արցախում։ Արցախցիների ճնշող մեծամասնությունը ապրել է միջին վիճակագրական Հայաստանում ապրող ընտանիքի նման։ Երբեմն ավելի որոշ ոլորտներում հաշվի առնելով թե որ գոտին մարտական է եւ այլն չեն։ Հա, սոցիալական վիճակը նկատի ունեմ։ Միջև այո, այսինքն մարդիկ աշխատել են, ապրել են նույն ծախսերով, հələ մի բան է բնական է հերավորությունը, եթե ընդհանուր միջավայրն այն որպես մարզային միջավայր, մի շարք ապրանքներ բնական է Արցախում ավելի թանկ էր, միջև Երևանից ասում ես, մարդիկ ապրել են սովորական կյանքով 99%-ը։ Հիմա եթե այնտեղ 10-20 հոգի ինչ որ տուն է ունեցել ավելի լավ պայմաններում, որ կամ հյուսիսային պողոտայում տներ ունի, ඒ հյուսիսային պողոտայում 20 արցախցի տուն ունի, 2000-ը ոչ արցախցի տուն ունի։ Դուք հիմա նկարագրեցիք Հայաստանի պատկերը, ի՞նչ տարբերություն արած, այդ որ ասում եք 99% այսպես է ապրել, այն 1-2%։ Նույնս տեղ է եղել, չէ՞, այսինքն 150,000-ի մեջ 150 հոգի են, այդ 3 միլիոնի մեջ 3000 հոգի են այդ ընտանիքները։ Բոլորս է գիտենք, հետեւաբար այս արհեստական խնդիրը, որը իշխանությունը փորձում է գեներացնել, նպատակ ունի, որ արցախցիների նկատմամբ գեներացնի այդ բացասական միջավայրը, որ Արցախի կորուստը արդարացնի Հայաստանի ժողովրդի մոտ։ Այսինքն այս մարդիկ փորձում են այդ խնդիրը ակնհայտ է, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի օրոք, Նիկոլ Փաշինյանի խայտարակ քաղաքականության հետևանքով մենք Արցախը կորցրել ենք։ Առնվազն 23 թվականի տեղի ունեցած իրադարձությունների բացառապես միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Իսկ իրենք ուզում են որ մեղավոր դառնա արցախցին։ Այո, չեմ հասկանում։ Շարքային են որ արցախցին, արցախցիները, ձեր իշխանությունը, կռվեիք, բան այդ թեզին է, կռվեիք չգա։ Եվ կռվեիք եւ այնտեղ ինչ որ նախագահ փոխվեց, բայց այն ինչ որ տեղի ունեցավ Արցախում 23 թվականին դրան նախորդող 9 ամսով շրջափակման ժամանակ ամբողջովին եղել է Հայաստանի իշխանության մենակ թողած մարդիկ ինչքան կռվեին եւ հետեւաբար ուղղակի ամոթ է այս ամեն ինչը խոսելը, բայց ես վստահ եմ որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը չի կիսում իշխանությունների կարծիքը ու հասարակության նաեւ ինչ խնդիր կա, տեսեք մի իրավիճակում ենք 150,000 արցախցի տեղափոխվել է Հայաստան ու չունենալով սեփական կացարան ու չունի միջև հիմա։ Լավ կարող է 1000 ընտանիք ունեցել։ Ու նաև ի շնորհիվ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների շնորհիվ է որ այդ մարդիկ սոցիալական ծայրահեղ աղետի մեջ չեն հայտնվել, չէ՞։ Այսինքն ամենքը այսօր ֆիզիկապես միտեղ ապրում է։ Մեկը բարեկամի ընկեր յուրաքանչյուրս է մեր միջավայրում տեսնում ենք, չէ՞, երեք էլ խոսում է, ասում այստեղ գերոջս տանն է, ես հարևանությամբ ինչ որ արցախ։ Շատերը անվճար են տվել նաև հա տները։ Անվճար, շատ փոքր պայմաններով նույնիսկ ասում են հոգ տարեք, կոմունալը վճարեք, բավարար։ Այսինքն սա է հենց խոսում են մասին, որ Հայաստանում գտնվող հայրերի մոտ բացակայում է որևիցե բացասական ընկալում արցախցիների նկատմամբ։ Արցախցիները ամբողջովին ինտեգրվել են մեր հասարակության հետ։ Աշխատում են, ապրում են։ Այո, բոլոր միջավայրերում, նույն վստահ եմ ձեր միջավայրում է, բոլոր միջավայրերում կան արցախցիներ, աշխատում, ապրում, սովորում են, որևիցե խնդիր չկա։ Եվ սա հենց խոսում է այն մասին, որ արցախցիների նկատմամբ որևիցե բացասական ընկալում չկա ժողովրդի մոտ։ Գեներացվում է ուղղակի։ Սա որը չի ստացվում, ընդհանրապես վստահ եմ որ հակառակն է, այն ագրեսիան, որ պարբերաբար իշխանությունը նույնիսկ չափն անցնում է լկտիությամբ, դա հակառակ էֆեկտն է տալիս, ամբողջ բնակչությունը պաշտպանում է, այսպես ասած, արցախցիներին։ Պարոն Արաքելյան, սրա առնչությամբ մի թեզ էլ կա, որը ամենավախեցնողն է, այսպես ասեմ, Հայաստանի բնակչության համար, հա, ՀՀ քաղաքացիների։ Ու իդեպ այնտեղ իհարկե դա սխալել է կոչել մարդկանց կապույտ նույնի անձնագրից է, դա մի առանձին խնդիր է, որը այդպես չհասկացանք։ Ասում են դուք ձեր ներկայությամբ կամ այսպես ակտիվ ներկայությամբ, այդ Արցախի նախագահ ասելով, Արցախի օմբուդսմեն ասելով, այն հանրայինում նորը Գեգամ Ստեփանյանին ամաչում էին ներկայացնել Արցախի օմբուդսմեն։ Դուք պատերազմի լեգիտիմ իրավունք եք տալիս հարցակման լեգիտիմ իրավունք եք տալիս, այսինքն Ադրբեջանը ասում է տեսեք, այստեղ նստած են պոտենցիալ ռևանշիստները, դուք ձեր մեջ այդ մեկ ու երկրորդն մի թեզ էլ կա ԿՊԱ-ականների մոտ պետության մեջ չի լինում Հայաստանում կամ իշխանություն եւ այլ եւ այլ։
Սրա մասին ինչ կասեք։ Անգրագիտությունը իրավական, որովհետև Արցախը ունեցել է իշխանություն, Արցախը թեև չճանաչված, բայց եղել է պետություն բոլոր պետական ինստիտուտներով։ Ուղղակի այս պահին Արցախի իշխանությունը չի կարողանում իր իշխանությունը իրականացնել այն տարածքի վրա, որտեղ ձևավորվել է օրինական ընտրություններով եւ Արցախի բնակչությունը չի կարողանում այնտեղ ապրել։ Եվ այդ մարդիկ, երբ որ գտնվում են Հայաստանում, դա որևիցե կապ չունի Հայաստանի քաղաքական գործընթացների հետ, Հայաստանի իրավական գործընթացների հետ։ Այդպես անուն չտանք, բայց տեսականորեն, եթե Արցախի իշխանությունները հիմա գնան մի այլ երկիր, այդ ի՞նչ է նշանակում, որ Ադրբեջանը պետք է հարձակվի այդ երկրի վրա, հա, այս տրամաբանությամբ։ Այսինքն այս մարդիկ գնան այդ Արցախի նախագահը, որ հիմա գնա ուրիշ երկրում ապրի։ Մոսկվա։ Հա, ինչ պետք է հարձակվեն, ասեն այդ երկրի իշխանությունը պետք է ասի, այս Ադրբեջանը հարձակվելու է, որովհետև Արցախի նախագահը մեր երկրում, այդ ի՞նչ անգրագիտություն է։ Այդ մարդիկ ստեղ ինչ են անում։ Այդ մարդիկ այս պահին մոտ 1.5 տարի է բացառապես զբաղվում են Արցախի Հայաստանի տարածքում արցախցիների սոցիալական խնդիրներով, որևիցե քաղաքականություն չեն որդեգրում, որ Հայաստանի իշխանություններին դրթեն Ադրբեջանի հետ որոշակի կոնֆլիկտի, դեռ ավելին արցախցիների վերադարձի իրավունքի մասին խոսում են բացառապես հղում անելով միջազգային բազմաթիվ փաստաթղթերում, հա, եվրոպական, Միացյալ Նահանգների, այսինքն տարբեր դրա մասին էլ չի խոսում։ Այսինքն տարբեր երկրներ ասում են, որ արցախցիները պետք է վերադառնան։ Այն որում արցախցիների վերադարձը որևիցե տեղ չի ենթադրում Արցախի կարգավիճակի հարցի քննարկում, չէ՞։ Այսպես կոչված հավակնություն, հա, տարածքի նկատմամբ։ Այսինքն այդ մարդիկ ասում են պետք է գնան ապրեն։ Ու քանի որ իրենց հայրենիքն է, ու քանի որ մենք հնարավորություն չունենք Արցախում ապրելու Ադրբեջանի իշխանության ենթակայության ներքո նաև անվտանգության տեսանկյունից էթնիկ զտման դեպքերից հետո բնական է այդ վտանգը կա, այսինքն պետք է միջազգային երաշխիքներ։ Այսինքն բացառապես արցախցիների պատկերացումները գնում է վերադառնալ Արցախ ու ապրել Արցախում անվտանգային երաշխիքների ներքո միջազգային։ Այսինքն ստեղ որևիցե խնդիր իշխանության ձևավորման չի կարող լինել։ Ինչ վերաբերում է Արցախի ինստիտուտներին, նույնպես եմ կրկնում, Արցախի ներկայացությունը, Արցախի դեսպանատան կարգավիճակը ունի, այդ մարդիկ որևիցե գործունեություն Հայաստանի տարածքում չեն իրականացնում, բացառապես զբաղվում են նույնիսկ այդ արցախցիների խնդիրներով զբաղվելու համար էլ շատ ճիշտ ձևով ձևակերպում են տվել այդ Արցախի սոցիալական խնդիրների պաշտպանության կոմիտե, եթե չեմ սխալվում, ինչ որ խորհուրդ են ձևավորել, այսինքն այդ խնդիրներով հանդես չի գալիս Արցախի իշխանությունը կամ որևէ պետական կառույց։ Խորհուրդ է կոչում։ Այսինքն պետական կառույցի անունից չեն հանդես գալիս։ Հետևաբար հերթական վախն է արհեստական, որ իրենց խայտարակ անվտանգային ու դիվանագիտական իրավիճակի պատճառով, որ անընդհատ կա վտանգ Ադրբեջանի հարձակման, մեկ գցում են սրա վրա, մեկ նրա վրա ու այսօր միջազգային հանրությունն էլ բոլոր փաստաթղթերում խոսում է արցախցիների նկատմամբ էթնիկ զտման, արցախցիների վերադարձի մասին, հետաբար իշխանությունների այս հռետորաբանությունը նույնպես անհասկանալի է եւ անընդունելի։ Ախր այդ վերադարձիները իրենք չեն խառնում, ասեք Շվեյցարիան, բան տարբեր վերադարձին լավ ինչու չեն խառնում, որ կոպիտած լավ, եթե տեսնում են վտանգ, գոնե այդ ճանապարհով ճակերտավոր գլուխները կազապեն արցախցիների։ Հայաստանի իշխանությունները դարձել են Ալիևի մամուլի խոսնակը հայերեն լեզվով։ Այսինքն այդ մարդիկ Ալիևը ինչ ասում է, այս մարդիկ կամ հələ հակառակը կարող են ավելի շուտ, ուղղակի փոխանցում են այդտեղ հայերեն։ Եթե նայում ենք բացառապես նույնն է, որովհետև ցավոք շատ հաճախ Հայաստանի իշխանությունների տեքստերը, հռետորաբանությունը, արտահայտությունները մի քանիսն էլ որ դուք մեջբերեցիք, ադրբեջանական մամուլում ավելի դրական ու ավելի սպուրն են քննարկում, քան նույնիսկ մեր մոտ։ Այդպես մեծ ողջավորությամբ ուղղակի ցիտում են Նիկոլ Փաշինյանին, որ էս ինչ լավ բան է, իսկ տեսեք Նիկոլ Փաշինյանն էլ ասում, որ Արցախը մերը չի եղել, Նիկոլ Փաշինյանն էլ ասում են մնացած ԿՊԱ-ականների են խայտարակ խոսույթի մասին չեմ ասում, վստահ եմ դուք էլ նայում եք, հետևում եք ադրբեջանական մամուլում ԿՊԱ-ականները շատ ավելի մեծ տարածում ունեն, քան ցանկացած այլ երկրի իշխանության ներկայացուցիչներ։ Այդպես մարդիկ բացառապես Հայաստանում ադրբեջանական նարատիվներ են փոխանցում, դեռ խոսել արցախցիների վերադարձի մասին, այս իշխանության օրոք բնականը չի լինելու։ Եվ ավարտենք նրանով ինչ ասեցին, եթե կարող եք բացել իհարկե որոշակի փակագծեր։ Ամեն դեպքում կանխատեսում չանենք ձերբակալման կամ այսպես կոչված դատավարության առաջին օրից մինչև այս պահը, որ գնահատում եք ժամանակի մեջ, շանսերը
բոլորի ազատման, ոչ մենակ Ռուբեն Վարդանյանի, վերադարձի միջազգային հանրության ճնշմամբ, տրամադրությունները տեսնելով, գնալով ավելի նվազում, թե ավելանում են հույսը։ Ռեալ նկատի ունեմ։ Գիտեք ինչ, բնական է, որ նաև այս դատավարությունը, որ տեղի ունենում, միջազգային հանրությունն էլ է տեսնում, որ բոլորովին իրականության հետ կապ չունի։ Այսինքն այստեղ ինչ որ բաներ են քննարկում, նախ փակ դատավարություն, այսինքն միջազգային հանրությունը տեսնում է մարդիկ ուղղակի գերի են։ Այսինքն դատավարությունը ընդհանրապես մի հատ process է այս մարդկանց գերու կարգավիճակից տեղափոխել որպես մեղադրալի եւ հետո էլ հանցագործի։ Դա պլյուս համարենք, հա, ազդեցության առումով, ընկալման առումով։ Վերջի ժամանակներում Միացյալ Նահանգների նոր իշխանության հռետորաբանությունը որոշակի հույսեր է արթնացնում։ Բնական է, որ միջազգային հարթության մեջ գլոբալ խնդիրները շատ ավելի սուր են, ինչքան է մեր համար առաջնային գերիների վերադարձը, բայց եթե այդպես աշխարհի տեսանկյունից մի վերևիցս պատկերը նայեմ, հասկանում ես, որ կոպիտ ասած հələ մեր հերթը չի։ Մի փոքր դրվագ է իրենց համար, հա։ Այո, բայց առաջիկայում հուսով ենք, որ այն կոնֆլիկտները, որ կա նաև Արևմուտք Ռուսաստան, որ առնվազն գնում է դեպի մարման այդ կոնֆլիկտը, հա գոնե չենք տեսնում, որ սրվում է։ Հույս է արթնացնում, որ որոշակի ժամանակ հետո Միացյալ Նահանգների վարչակազմը, որը փորձում է նաև, այսպես կոչված, համաշխարհային խաղաղության երաշխավոր հանդիսանալ, այդ ուղղությամբ նաև գեյների վերադարձը, որտեղ նաև մարդասիրական քայլ որոշակի արձագանք կունենա եւ նաև հաշվի առնելով, որ արդեն մոտ 1.5 տարի է այդ մարդիկ գտնվում են բանտարկված, հույս ունեմ, որ առաջիկայում որոշակի ազդեցություն կունենա, բայց մյուս կողմից, որը շատ ավելի կարևոր է, վստահ եմ, որ գործող իշխանության հեռացումից հետո Հայաստանի նոր իշխանությունը, որը նաև միջազգային հանրության հետ ավելի արդյունավետ կաշխատի, գեյների վերադարձը ավելի առարկական եւ ավելի արագ տեղի կունենա։ Վերջում մի պահել, Միացյալ Նահանգներն ասացիք, մյուս կարևոր մեր ռազմավարական դաշնակիցը Մոսկվայի կողմից էլ տեսնում եք այդ ազդակները, այսպես են, միանալու Միացյալ Նահանգների պոտենցիալ ջանքերին։ Ռուս-ամերիկյան, այսպես հակամարտությունը Ուկրաինայի հետ կապված առաջիկայում կարգավորման պարագայում չեմ բացառում, որ տարբեր հարցերի շուրջ կլինի համախոհություն, որը տեսանելի ապագայում մի քիչ նվազ է դրա հավանականությունը, բայց ուկրաինական կոնֆլիկտի հաղթահարումից հետո այլ տիրույթներում չեմ բացառում, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների տեսակետը կարա ընդհանուր լինի եւ նաեւ համատեղ որոշակի ջանքեր գործադրել։ Ինչ եմ ասում, հաշվելով Ռուսաստանի ազդեցությունը նաեւ Ադրբեջանի, որ դա նկատի ունեմ, կապերը ազդեցությունը, այո։ Այս վերջին ժամանակահատվածում Ռուսաստանը սեփական խնդիրներից բացի այլ տիրույթներում որովիցե դրական փոփոխություն չի իրականացնում։ Շատ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր ապրիլի 2 կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութ դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։